Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եթերում եւ այսօր մենք զրուցելու ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի անդամ, պատգամաբան, վերլուծաբան Հայկ Փայծյանի հետ, ողջունում եմ պարոն Փայծյան մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Եկեք խոսենք այսօր մի քանի ներքաղաքական հարցերի շուրջ։ Առաջինը 26 թվականին ընտրություններ են խորհրդարանական եւ տարբեր կուսակցություններ պատրաստվում են այդ ընտրությունների, ընդհանրապես կարծես թե հայաստանյան քաղաքական կյանքը մտել է այդ նախընտրական ուրեմն փուլ եւ մենք տեսնում ենք հիմա գործընթացներ, որոնք բնորոշ են հենց ընտրություններից նախորդող շրջաններին։ Ինչպես դուք կգնահատեիք ընդհանրապես ընտրական այդ գործընթացները, ձեր կարծիքով այն միտումները, որը կային նախորդ ընտրությունների ժամանակ, երբ կային ակտիվ շահարկվող ներկաներ եւ նախկիններ այդ օրակարգը, կլինի արդյոք նույն օրակարգը նույն ուժգնությամբ 2026 թվականին Եվ եթե այո, ապա որն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քայլերը, որոնք չեն ուզում տեսնել ոչ նախորդներին, ոչ էլ ներկաներին։ Եվս մեկ անգամ բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար եւ նաեւ հարցի համար։ Ուրեմն ես իհարկե այդքան տենց տարիքային բերումով հիշողություն չունեմ, որ շատ հին գնամ եւ հիշեմ հին գործընթացներ, բայց երբ որ փորձում եմ վերլուծելով նայել մեր գոնե առնվազն 20 տարիների, եթե ոչ ավել, այդ ընտրական process-ներին, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, ապա ատամբոր գործընթացները վերլուծության արդյունքում կարելի անել հետեւյալ դիտարկում հետեւյալ դատողությունը, որ այդ բոլոր ընտրական գործընթացները ըստ էության իրենք եղել են նախապես մշակված, քաղաքագիտության մեջ ասում են կուլիսային պայմանավորվածություններով, այսինքն նույնիսկ կարելի ասել դերերի բաշխմամբ, որտեղ ըստ էության նախապես որոշված են ովքեր են լինելու ընդդիմադիրները, ովքեր են լինելու իշխանության մեջ բաժնեմասեր ունեցողները, ով է լինելու գլխավոր պորտֆելի կրողը, այնտեղ նաև նրան նաև գից ուժերը։ Եվ այնուհետև սկսվել է իմ կարծիքով, կարծում եմ սկսվել է արդեն բեմականացումը, որը կատարվել է ընտրական գործընթացների տեսքով։ Ես ինձ թույլ կտամ նաև ասել, որ կարծում եմ 2018 թվականի այդ ընտրությունները մի փոքրիկ իհարկե տարբերում էին իմ նշածի տրամաբանությունից, բայց այստեղ կարևոր էր այն էյֆորիան, այն այդ ոգևորությունը համաժողովրդական, որ այդ պահին խաղարկվեց էլի եւ դա կարծում եմ հավանաբար դեր ունեցավ նաև ընտրությունների արդյունքներում։ Դուք չեք կարծում, որ այդ էյֆորիան իրականում արդյունք էր նրա, որ վերջապես կարծես թե պատրվում էր այդ ընտրությունների ուրեմն գործընթացը, որը որ անընդհատ վերարտադրում էր գործող իշխանությունները։ Ես կարծում եմ, որ մարդկանց ոգևորությունը պայմանավորված էր այն նրանց համոզմամբ կամ նրանց ոգևորությամբ, որ վերջապես ազատվում են երկար տարիներ Հայաստանը իշխող տարբեր ձևակերպներ կարող ենք տալ, եւ դա ընդհանուր ձևակերպներ, կոռուպցիոն, չգիտեմ, կաշառակեր, թալանչի, հակահայ եւ այդ վարչակարգից, այդ համակարգից։ Բայց թույլ տվեք ինձ կարծիք արտահայտել, որ կարծում եմ իրականում տեղի ունեցավ նույն համակարգի վերարտադրությունը այլ վարչակարգի դեմքով, բայց դա կրկին բեմականացվեց եւ հայությունը իսկապես հավատաց դրան։ Հիմա եթե տեսնենք, շատերը որ նույնիսկ սոցհարցումների ընթացքում մարդկանց հարցնում են տարբեր լրատվականներ կամ տարբեր այդպիսի կենտրոններ, մարդկանց մոտ այդ բանը հիասթափությունը շատ մեծ է, որովհետեւ նրանց ակնկալիքը, որ ի վերջո նրանք կարողացել են հասնել այդ համակարգի փլուզման, այդ համակարգի ոչնչացմանը եւ ի վերջո իրենց համար լավ է լինելու, տարիների ընթացքում պարզվեց, որ ոչ, որ այդպես ասենք, ներկաները ըստ էության ոչ միայն չեն տարբերվում նախկիններից, այլև նրանց օրգանական տրամաբանական շարունակությունն է։
Այստեղ ինձ մոտ հարց է առաջանում, ես անպայման ուզում եմ սա ձեզ մոտ ճշտել։ Երկու տարբերակ է հնարավոր։ Մեկ տարբերակը այն է, որ դուք ընդհանրաբար ասում եք, որ եղել է ուղղակի պայմանավորված անցում։ Երկրորդ տարբերակը նա է, որ եղել է իրոք հեղափոխություն, իրոք կտրվել է այդ անընդհատ վերարտադրության շղթան, բայց նոր իշխանությունը չի դիմացել ուրեմն իշխանության գայթակղությանը եւ շատ կարճ ժամանակում նորից դարձել է գրեթե այնպիսին, ինչպիսին նախորդ իշխանություններն են։ Այս երկու վարկածն ինձ թվում է գոյություն ունենալու որոշակի հիմքեր ունեն։ Ես կուզենայի ձեր կարծիքը իմանալ այս վարկածներից կամ եթե այս վարկածներից դուրս է ձեր կարծիքը, խնդրեմ։ Բնականաբար երկու կարծիքն կարող են իրավունք ունեն գոյություն ունենալ, նույնիսկ միգուցե մարդիկ լինեն, որ դրանց կհավելեն 3-րդը, 4-րդը կհավելեն։ Ամենատեպս ես Այսինքն փաստը, ներողություն եմ խնդրում, փաստը, որ մենք ունենք, որ այն, որ այս համակարգը մեծամասամբ իհարկե կան նաև մեծ տարբերություններ, բայց մեծամասամբ աշխատում է ճիշտ այն եղանակով, ինչ եղանակով աշխատում է նախորդը։ Սա է փաստը։ Հիմա մնացածը այդ անցումը ինչպես է եղել պայմանավորվածությունը, թե ոչ, արդեն քաղաքագետների եւ մեր հասարակության վերլուծության արդյունքը պետք է լինի։ Եվ որպես պատմաբան կարող եմ նաև կարծիք արտահայտել, որ ընդհանրաբար շատ ավելի այսպես ստույգ գնահատական, շատ ավելի օբյեկտիվ գնահատական կտվի ժամանակի ընթացքում, որովհետև դեռևս այդ մենք այդ գործընթացների ցավոք սրտի այդ գնահատականը մեզ համար օգտակար չի լինի։ Օգտակար չի լինի, եթե օրինակ մենք այդպիսի գնահատականներ ունենայինք 200, 100, 300 տարի առաջ մեր պատմության իրադարձություններից այդպիսի ճիշտ եւ օբյեկտիվ, այսօր մեզ համար այդ իրադարձությունների վերլուծությունները օգտակար կլինեին։ Ցավոք սրտի երևի նույն վիճակում չենք թերացել ենք կամ չգիտեմ որևէ իսկ հիմա գոյություն ունեն այ հիմա կարծում եմ որ նույնն է կրկնվելու, մեր պատմության անիվը կրկնվում է, բայց գալով ձեր հարցին, բուն հարցին ասեմ, որ ես նորից դատելով փաստարկներից կարծում եմ, որ ավելի շատ հակված եմ այն տեսակետին, որ տեղի ունեցել պայմանավորված իշխանության հանձնումը եւ ընդ որում իշխանության հանձնումը մետրոպոլիայի հովանավորությամբ, թողտվությամբ, առնվազն իմացությամբ։ Մետրոպոլիա ասելով, թույլ տվեք բացահայտել, դա իհարկե Մոսկվան է, որովհետև նորից վերլուծելով 30-20 տարվա Հայաստանի իրադարձությունները, քաղաքական կոչված գործընթացները, կարծես թե նորից երևում է, որ Հայաստանում որևէ լուրջ process, այն էլ այդպիսի process, որը վերաբերում է իշխանության հանձնելուն, իշխանության նոր իշխանություններ ձևավորելուն, դա չէր կարող ուղղակի, կարծում եմ, տեղի ունենալ առանց մետրոպոլիայի իմացության, առանց Ռուսաստանի որոշման կամ Ռուսաստանի գոնե համաձայնության։ Հետևաբար իմ կարծիքը այն է, որ տեղի ունեցել եւ ոչ միայն նախորդ վարչակարգն է հենց հանձնողը կարծում եմ եղել, այլ նախորդի մեջ եղել են նաեւ այդպես նախորդի սիմբիոզներ, ներկայացուցիչներ, դա ընդհանուր այդպես այդ ժամանակ Հայաստանում գործող խոշոր դերակատարների, ներքին դերակատարների ընդհանուր համաձայնությունն է եղել։ Միգուցե նաեւ գիտեք, այդպիսի տեսակետեր կա, որ նրանց մեջ պայքարի արդյունքներ է անգամ եղել։ Այսինքն անգամ իշխանության համար պայքարի, այդ բուրըն այդ թողբոհի մեջ ի վերջո այնպիսի քայլեր են արել, այնպիսի որոշումներ են կայացել, որը ի վերջո հանգեցրել է Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելուն։ Հիմա վերջերս հարցազրույցներ են տալիս նախկին վարչակարգի միշտ են տվել, բայց նկատի ունեմ այս վերջին իրենց հարցազրույցները, որտեղ տարբեր նոր տես բաներ են իրենք խոսում, նոր մտքեր են արտահայտում, որոնցից օրինակ պարզ է դառնում, որ նրան Նիկոլ Փաշինյանին փոխվարչապետի պաշտոն առաջարկողներ են եղել, որ չգիտեմ, ինչ-որ եվրոպական դեսպան նրան համաձայնություն չի տվել, այսինքն որ այդ ժամանակ մի օրով իշխանությունը Սերժ Սարգսյանը հանձնել էր Կարեն Կարապետյանին, որը գնացել էր նրան, Նիկոլ Փաշինյանին բերդից ազատել, այնտեղ ինչ-որ պայմանավորվածություններ են եղել։ Այսինքն ամենը խոսում է ի վերջո ձեր ասած վերջին փաստի մասին, թե ինչ նյուանսներ են եղել, թե իրականում ով հետ ինչ է պայմանավորվել, ով ինչ առաջարկել, բայց ստացվում է, որ համակարգը, իշխանությունները, իշխանության մեջ դերակատարում ունեցող անձինք ի վերջո պայմանավորված, փոխ համաձայնեցված, իրար հետ պայքարի արդյունքում իշխանությունը բերել են, իշխանությունը հանձնել են
Փաշինյան Նիկոլեն։ Բայց այստեղ մի կարևոր բան եմ ուզում արձանագրել, որ ինչ որ մի պայից սկսած, երբ որ մարդիկ հայությունը, հայը, այստեղ ապրող ձեր բառերով ասեմ քաղաքացին, ինքը հավատաց, որ այս փոփոխությունը ոնց որ թե ինքն է անում, այսինքն ինքը չէր անում ի սկզբանե, բայց իրեն հավատացրեցին, որ ինքը անում է, այդ պայից ես կարծում եմ, որ իսկապես մարդիկ դարձան գործոն դարձան, բայց էլ այդ գործոնն օգտագործվեց, երբ որ օրինակ Նիկոլ Փաշինյանը հրապարակից հայտարարեց, որ կամ ես եմ դառնում վարչապետ, կամ ոչ ոք վարչապետ չի լինելու։ Ես ենթադրում եմ, որ այդտեղ բացի իրենից, ենթադրում եմ, վերլուծելով, որ իրենից բացի այլ վարչապետի տեխնացուների անունները շրջանառվում կուլիսներում, եւ Փաշինյանը մեսիջ էր ուղարկում, որ ես եմ լինելու, ինչու եմ ես լինելու, որովհետեւ այս հրապարակը ինձ է ուզում։ Այդ բայց սկսած հրապարակը դարձավ գործոն արդեն։ Եվ կարծում եմ, եթե նույնիսկ մտադրություն չունեին ինչ-որ ուժեր կամ ինչ-որ, չգիտեմ, անհատներ, որ նրան բերեին հասցնեին միջև այդ տեսակ իշխանության, եթե այդպիսիներ կային, արդեն ստիպված հաշվի էին նստելու, որովհետև այո, հրապարակը լսված էր հայությունով, ոգևորված հայությունով, եւ այդ հրապարակն արդեն գործոն էր։ Եվ այստեղ ես ուզում եմ նորից ասել, հիմա մարդկանց շատ կարևոր դիտարկում եմ ուզում անել այս մեր ասածից հետո, որ ես նայելով այս քաղաքական տիրույթում կատարվածը գալիս եմ այն կարծիքի, որ մեզ փորձում են հայությանը, մարդկանց փորձում են համոզել, որ ամեն ինչ որոշված է, մեծերը որոշել են, հիմնականում արտաքին հարցերում, որ այսպես է լինելու, դուք ավելի խելոք նստեք, բայց փաստացիորեն մի քանի տարի առաջ ես կարծում եմ, որ հայությունը ցույց տվեց, որ ինքը կարող է գործոն դառնալ եւ իր գործոնը հաշվի առնել այդ տեսակ կարևոր որոշումներ կայացնելիս։ Այնպես որ իմ համեստ կարծիքով նորից, երբ որ հայությունը ոտքի կանգնի եւ հավատա, որ ինքը կարող է բան փոխել, որ ինքը գործոն կարող է լինել, ինքը այդ բանը փոխելու է։ Շատ լավ, բայց տեսեք, ինձ մոտ այսպիսի հարց է առաջանում, որը կարող է ձեզ մոտ մի փոքր զարմանք առաջացնել։ Դուք խոսում եք համակարգի մասին։ Ընդ որում այդ համակարգ հասկացությունը այնքան էլ սահմանված չի։ Երկրորդը, ով փորձում է դերակատար դառնալ, դուք իրեն մտցնում եք այդ համակարգի մեջ, ասում եք, տեսեք, համակարգից ոչինչ չի փոխվել։ Հիմա դուք խոսում եք գործոնի մասին, որը որ ձեր վարկածով փաստորեն իրոք ազդեցություն է ունեցել համակարգի որոշման վրա, ասենք հենց թեկուզ հրապարակով երկրորդ փուլում, երրորդ փուլում կարևոր չի։ Հիմա արդյոք պատկերացնենք, որ ուրեմն ձեր կոչը անցածին եւ ուրեմն էլի ժողովուրդը դուրս եկավ հրապարակներ, ինչ որ բաներ պահանջեց այս կամ այն տեխնացուի ուղղությամբ կամ արդար ընտրությունների կամ ընտրական համակարգի փոփոխության կամ սահմանության կարևոր չի։ Այն նոր խաղացողները, որոնք որ պիտի այստեղ իհայտ գան, իսկ այդտեղ իհայտ կգան նոր ուրեմն կուսակցություններ, նոր խաղացողներ, հիմա էլ մենք տեսնում ենք, որ արդեն այսպես կան այդպիսիքները։ Դուք հեշտությամբ կարող եք նրանց մտցնել համակարգի մեջ եւ ասել, գիտեք ինչ կա, ոչինչ չի փոխվել, համակարգի մեջ է ամեն ինչ կատարվում։ Ինձ համոզեք, որ ուրեմն համակարգից դուրս ինչ որ բան հնարավոր է անել։ Մենք առաջին անդրադառնամ ձեր հարցին, որ ում ուզենք կամ ում ցանկանանք կարող ենք մտցնել այդ համակարգի մեջ։ Ես կարծում եմ, որպեսզի այդ իրավիճակից եւ այդ հարցադրման պատասխանը վերջնական տանք, պետք է հստակ մի հատ հատկորոշենք, փորձենք հատկորոշել միասին այդ համակարգի որպեսությունը կամ նրան բնորոշ սահմանում ինչ է բնորոշ այդ համակարգին։ Եվ հետո հասկանանք, ով ինչ անում, այդ համակարգի մեջ է մտնում, թե չէ։ Հիմա մենք որ ասում ենք, ես որ ասում եմ, իմ համեստ կարծիքով նորից համակարգ ինչ նկատի ունեմ։ Նկատի ունեմ, որ վերլուծելով 95 թվականից հետո Հայաստանում ձևավորված իշխանությունների քայլերը, գործերը, կատարած գործերը, գալիս եմ հանգում եմ այն եզրակացության, որ կամ ինձ թույլ է տալիս այդ վերլուծությունը պնդել, որ նրանց քայլերը իրենց բնույթով հակասում էին հայկական պետականության եւ հայկականության շահերին։ Որ քայլերը օրինակ, Առաջին քայլերից մեկը, որ նույնիսկ շատ ավելի խոր արմատներ ունի, ինձ համար միջև հիմա այս հարցի մասին մենք բազմիցս խոսել ենք եւ հաղորդումներում եւ նաեւ այդպես կամերաների ձայն կողմ։ Ինչու
մեր անկախության հռչակագրի մեջ մենք ի վերջո մեզ չճանաչեցինք առաջին հանրապետության իրավահաջորդ, որովհետև այդ իրավիճակում եւ այդ պայմաններում մենք դրա հնարավորությունը քննարկման գոնե ունեինք, որ մենք մեզ ճանաչենք, հայությանն ասենք մենք մեզ ճանաչում ենք առաջին հանրապետություն։ Դա հենց համար անհասկանալի է, որ համակարգի այդ ժամանակվա ներկայացուցիչների մեծ մասը գնացին հենց այդ ուղղությամբ։ Բայց դրա պատասխանը կա, դա իրոք մենք շատ ենք քննարկել եւ հարցի պատասխանը շատ պարզ է։ Նախ երկու բան եմ ուզում ձեզ ասել։ Առաջինը պարզ է, թե ինչու են ժամանակ չեն արել, որովհետեւ մարդիկ ասում են մենք խորհրդային այդ երկաթյա վարակույրից նոր ազատված, դեռ նույնիսկ չազատված վիճակում ենք, այնտեղ պարզ չի խորհրդային միությունը քանդվում, այդ չի քանդվում եւ այլն, եւ այս իրավիճակի մեջ մարդիկ պարզապես վախեցել են ռադիկալ քայլերի գնալ, գնացել են իրենց կարծիքով խորամանկ, էկլեկտիկ, երկու կողմին էլ խփող քայլերի, բայց խնդիրը նաև հետևյալն է, որ պարոն Փայտյան, որ ես ուզում եմ դուք շահդրություն դարձնեք, այն ինչ որ չի արվել հռչակագրի մեջ, այս անցած 30 տարիների ընթացքում կարելի էր անել մեկ քվեարկությամբ խորհրդարանի ցանկացած ժամանակ, լինի այն ժամանակ, լինի հիմա, լինի հետո, այսինքն խնդիրը այստեղ նա չի, որ այ մենք բաց ենք թողել պատմական մի հատ պահ։ Խնդիրը այն է, որ մենք շարունակաբար ենք այդ պահը բաց թողել։ Ես կուզեք ավելին ասեմ, մենք հիմա էլ նույնիսկ դա կարող ենք անել։ Այո, իհարկե։ Մենք նույնիսկ հիմա էլ դա կարող ենք անել։ Օրինակ սա ինձ համար կարծում եմ չափորոշիչ է, որ այն ուժերը, ովքեր որ կհայտնվեն քաղաքական գործընթացների ընթացքում, որ դուք մենք նկարագրեցինք միասին, կամ հիմա կհայտնվեն, այս ամենի վերաբերյալ պետք է կարևոր հարց է։ Սա փողոցի վերանորոգման ասֆալտապատման հարց չէ, սա ազգային պետական շահերի այն առաջնակարգ հարցադրումներից մեկն է եւ բոլոր նրանք ովքեր որ հայտ են ներկայացնում պետական կառավարման իշխանություն ստանձնելու այս հարցի վերաբերյալ պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն իրենք իրենց դիտարկում են օրեն հիմա ամբողջ այդ նախքին ներկա այդ խոսույթը չէ որ դու հանձնեցիր չէ դու հանձնեցիր ես ի վերջո իսկապես տարբերությունը շատ քիչ եմ տեսնում որովհետեւ եւ նա ճանաչում են սովետական Հայաստանի իրավահաջորդությունը Ես ուզում հասկանալ նրանց տարբերությունը, այդպիսի լրջագույն հարցերում չկա։ Այսինքն ի՞նչն է նրանց տարբերությունը, որ դու Գյումրի քաղաքապետ եղած ժամանակ այսքան ես թալանել, այն էլ չէ դու էլ Երևանի քաղաքապետ եղած ժամանակ, դա կարծում եմ այդպես մի հայտնի անեկդոտ կա, ասում եմ երկուսդ էլ ճիշտ եք, բայց ազգային հարցերի վերաբերյալ հայկականության շահերից բխող հարցերի վերաբերյալ նրանք երկուսն էլ ունեն նույն մոտեցումը ունեն։ Հիմա Մեն ուժեր ովքեր որ ի հայտ են գալիս, բան հարցությունը, կարծիք պետք է արտահայտեն դրա վերաբերյալ։ Այո, դրանք Մեկ հաջորդ հարցադրում տամ, եթե կարող է, հա։ Այո, ամեն։ Հաջորդը կարծում եմ, մենք ինչու ձևավորված Հայաստանի Հանրապետությունը, հա, նորանկախ սկսեց սպասարկել օտարների օրակարգը։ Ո՞րն է օրակարգը։ Ինչու Արցախի խնդիրը որը ընդգրկում էր իր տարածքով պատմական Արցախի, այսինքն 12000 քառակուսի կիլոմետր մոտ հարցն էր դա, ներառյալ դաշտային հատվածը, հա, հիմա որ հիմա անվանում են 7 շրջաններ անվտանգության գոտի։ Ինչու դա մենք հանեցինք Արցախյան կոնֆլիկտի տրամաբանությունից եւ ընդհանրապես ներպարփակեցինք ինչ որ մի մարմնով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որը ստեղծողները հենց մեր ոչ միայն օտարներն են, այլև թշնամիներն են։ Հիմա այս հարցերի վերաբերյալ մենք կարող ենք հավաքվել, այն մարդիկ ովքեր որ այս տեսակ հարցերի, այս տեսակ հայտ են ներկայացնում։ Բնականաբար, իհարկե, ես ձեզ պատասխանեմ ձեր բարձրացրած հարցերին, որպեսզի հեռուստադիտողներն էլ կարողանան իմանալ։ Ուրեմն առաջին հարցը հեշտ է։ Մենք դա արել ենք դեռևս 95 թվականների ընտրությունների ժամանակ, երբ ուրեմն կազմել էինք այդպիսի կարևոր հարցերից 10 հարց ենք ընտրել, կարևոր եւ բոլոր խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններին կամ բլոկներին տալիս էինք այդ հարցերը եւ հրապարակում էինք առանց խմբագրման, այսինքն որ հարցին ինչ են պատասխանում, չպատասխանված տեղը մնում էր դատարկ։ Հիմա դա հնարավորություն կտա իհարկե հասարակությանը կողմնորոշելու, բայց կա հարցի մյուս կողմը։ Ուրեմն այն ինչ որ դուք ասում եք ինչու չէր արվում Արցախի ժամանակ, ինչու չէր արվում այս հարցը, ինչու էս մոտեցումը չէր արվում եւ այլն։
Հիմա հնարավոր է եղել են կատարվել են ճակատագրական սխալներ։ Դուք համարում եք, որ այդ ժամանակահատվածը, երբ կարելի էր ճիշտ ընտրություն անել, չի անցել, այսինքն մենք անդառնալի չենք կորցրել ինչ-որ հնարավորություններ եւ արդյոք այս ընտրությունների 2026 թվականների ընտրությունների օրակարգում, եթե Հայաստանում կան այնպիսի ուժեր, որ կարող են բարձրացնել այդ հարցերը, մենք ուրեմն կարող ենք ինչ-որ բան հետ բերել։ Քանի հայը կա, քանի հայը շնչում է, եւ այն էլ չեմ ասում, որ այսպիսի 3 միլիոն հայ միասին իրար հետ ապրում են այս հայրենիքի մի հատվածում, այդ խնդիրը իրականանալի է։ Այսինքն ճիշտ է մենք կորցրել ենք, ճիշտ է մենք ժամանակ ենք բաց թողել, մսխել ենք։ Ես կարծում եմ այդ մսխելու արդյունքում մենք նաեւ շատ ծանր պատասխան ենք տվել, շատ ծանր է դա մեզ վրա նստել հայության վրա, բայց միևնույն է, դեռ ամեն ինչ կորած չէ։ Իհարկե, դա չի նշանակում, որ եթե Աստծո հաջողությամբ եւ նաեւ հայի ձեռքերով իշխանության կան ազգային ուժեր, հենց վաղը դա արվելու է, կամ վաղը չմեսօրը դա արվելու է։ Դա տևական տարիների, տասնամյակների այդեղ օբյեկտիվ, սուբյեկտիվ գործոններ են լինելու, բայց այո, հնարավոր է լինելու հետ բերել կորցրածը։ Այստեղ հարցը հենց ամենակարևոր հարցը հետեւյալն է։ Հնարավոր է լինելու այդ անիվի դեմը առնել այն օրվանից, երբ որ Հայաստանում այս ցիկլը, այս համակարգը, որ մենք նկարագրում ենք իր տարբեր գլուխներով, իր տարբեր ձևակերպումներով, այլևս իշխանազրկվի։ Ես կարծում եմ, որ ոնց եք դա պատկերացնում։ Այսինքն նրանք դադարեն լինել խաղացող, այսինքն օրինակ մենք ունեցել ենք կուսակցություն, որը որ առաջին նախագահն է, կուսակցություն, որը երկրորդ նախագահն է, շուրջն է հավաքված, չասենք անհատական, որ սրան է, որ այդպես վիրավորական չհնչի, կուսակցություն, որ երրորդ նախագահի գաղափարներն է պաշտպանում, կուսակցություն, որ պաշտպանում է ներկա ուրեմն վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղափարները, հիմա սրանք կուսակցություններ են, դուք ինչ եք առաջարկում, ինչպես կարող են նրանք չլինել խաղի մեջ։ Այստեղ գալիս ենք ամենակարևոր հարցին, եւ պարբերաբար մեր հարցազրույցներում, հաղորդումներում մենք այս միտքը անընդհատ փորձում ենք զարգացնել եւ նաեւ մարդկանց հետ մտնել, այսպես ասենք, դիսկուսի մեջ, որպեսզի մարդկանց հետ նաեւ այդ շփման արդյունքում կարողանանք ձևավորել ավելի զարգացնել այդ տեսակետը։ Հետեւյալն է. եթե մենք փորձում ենք, կարծում եմ, եթե մենք փորձում ենք այս ցիկլի մեջ, այդ կուսակցությունների մեջ, նրանց պայքարի մեջ անգամ գտնել ելքը չի լինելու կարծում ենք, որովհետև այս բոլորին միավորում է հենց այն ինչ որ մենք ասեցինք, որովհետև բոլորի քայլերը միտված չեն այն նպատակներին, որոնք հենց նոր մենք միասին իրար հետ փորձեցինք զարգացնել որպես հայության նպատակներ կամ հայության երազանքներ։ Հիմա եթե մենք բոլորս համաձայն ենք, որ մեր խնդիրը մեր պետականության հզորացումն է, մեր պատմական պետական հողերի հետ վերադարձի շուրջ աշխատելն է, մեր հայրենազրկման հետևանքները վերացնելն է, դա ի վերջո ճանաչելն է եւ այլն։ Այս ամեն ինչի համատեքստում մենք պետք է հասկանանք, այս ուժերը իրենք այդ խնդիրը չեն կատարել, չեն հետապնդել։ Մենք մեր այդ կարծիքին չի վրա հիմնված։ Ներողություն, բայց ոչ ոք չի պնդում, որ այս ուժերը կատարել են այդ խնդիրները։ Վերջին ուժը բացահայտ բացվում է, որ այդ խնդիրները, որոնք դրված են, դրանք լուծելի խնդիրներ չէին եւ մեզ հետ գցեցին զարգացումից։ Նախորդ ուժերը դա չեն ասում, բայց իրենց հնարավորություններով հանդերձ իրենք չեն արել բանակցային process-ներում, չեն բան արել։ Հիմա ինչ է դուրս գալիս։ Դուրս է գալիս, որ մենք ունենք, ասենք օրինակ, նոր ուժեր, նոր կուսակցություններ, նույն քաղաքական միավորումներ, որոնք հիմա են ստեղծվում կամ ստեղծվել են, ասենք, մի քանի տարի առաջ, եւ ունենք ուժեր, որոնք որ շրջապատված են նախկին իշխանության գլխավոր դեմքի շուրջը։ Եվ բոլորը տեսնում են, որ այդ ուժերը ի տարբերություն այս նոր ուժերի ունեն եւ ռեսուրսներ, եւ հզորություն, եւ որոշակի ազդեցություն, եւ մարդկանց վրա ազդելու հնարավորություն եւ այլն։ Հիմա պարզ է, որ եթե լինի ազատ մրցակցություն այս պայմաններում, մեզ մոտ ստացվելու է, որ ելի այս ուժերը, որոնք որ նախքին ուժերն են, որոնք դուք անվանում եք համակարգ, իրենք ունենալու են անհաղթահարելի առավելություն այն ուժերի նկատմամբ, որոնք այդ ամբողջ բանում չեն եղել։
Հետևաբար, եթե դուք առաջարկում եք, որպեսզի մարդիկ չգնան այս ուժերի հետևից, գուցե դուք առաջարկեիք, որ մարդիկ պնդեն նոր սահմանադրության մեջ, որ այն ուժերը, որոնք թույլ են տվել ընտրախախտումներ, կեղծիքներ, ես չգիտեմ, փող են բաժանել, լցոնումներ են կատարել, այդ կուսակցությունները պիտի որոշ ժամանակով կամ ընդմիշտ զրկվեն կուսակցական հնարավորությունների, սա կլներ արդեն քայլ կոնկրետ, բայց դուք դրա մասին չեք ասում։ Այստեղ զավեշտը նա է ինձ համար, ես կարծում եմ էլի, որ միգուցե փորձենք բացատրել, կամ այս հարցը փորձել վերլուծել, ոնց հնարավոր է գնալ օրինակ, հա, կոպիտ համեմատություն բերեմ, ասենք մարդասպանությունը պատվիրած ուժին կամ ինչ-որ մեկին ասել, որ դու պետք է գտնես բանին, պատվիրատուին։ Այսինքն ինքը մենք գնում ենք ուժերին։ Դուք խոսում եք մարտի մեկի չէ, ես ասում հետևել եմ ասին, որ այս ուժերը, որոնք որ տարիների ընթացքում այդ ամեն ինչ իրականացրել այդ համակարգին։ Մենք հիմա գնանք այդ համակարգից պահանջենք, որ այդ համակարգը իրենց դեմ որևէ կետ մտցնի համարադրության մեջ, այսինքն մենք գնանք այս համակարգին, ասենք դուք ձեր դեմ բան մտցրեք, կետեր մտցրեք համարադրության մեջ, որ չմասնակցեք, որ այդպեսի պահանջելով դուք չեք կարող այդ կետերը մտցնել, բայց հարցը հետևյալում է։ Ումն է լինելու ուղղված։ Հարցը նրանում է, որ դուք որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ արդեն պիտի մեր հանրությանը ներկայացնեք այս դրվածքի դեպքում ինչ է սպասվում եւ ինչ է պետք անել դրանից խուսափելու համար։ Պարոն Ալչյան, ուրեմն ես կարծում եմ, որ 18 թվականից առաջ մենք հիշում ենք, չէ՞, Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչեցրած մեղադրանքները նախորդ վարչակազմի եւ անձամբ օրինակ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հասցեն, չէ՞, ինչ ահասարսու մեղադրանքներ էին։ Եվ մենակ մեկն ասեմ, այս պետական իշխանության ուզուրպացիան, չէ՞, ինչի մեջ են ասում են դուք կենտրոնությունները կեղծել եք, դա նշանակում է պետական իշխանություն եք ուզուրպացրել։ Սա պետական հանցագործության մեջ մեծագույն հանցանքներից մեկն է։ Հիմա այդ մարդը, որը որ այդ պնդումներն արել է, միջև էլ այդ պնդումներն անում է։ Հիմա որ իշխանության վրա է բոլոր լծակներն ունի, այս Սերժ Սարգսյանին կամ չգիտեմ մյուս Ռոբերտ Քոչարյանի վրա քրեական գործերը որ հարուցում են, ոչ թե այս հոդվածով են, այլ չգիտեմ դու 20 քանի միլիոն դու ես տարել եւ այլն։ Դա ունի շատ པարզ բացատրություն։ Հետևյալն է, որ եթե ես կարծում եմ իրենք ունենային բավականաչափ փաստեր այդ պնդումները ապացուցելու համար, իրանք կգնային այդ ճանապարհով, բայց ըստ երևույթին իրանք բավականաչափ, ես չեմ պնդում, որ դա եղել է կամ չի եղել։ Ես պնդում եմ, որպեսզի դու կարողանաս մեկին պատասխանատվության ենթարկես ինչ-որ բանի համար, դու պետք է կարողանաս հավաքել բավականաչափ թվով փաստեր, որպեսզի ասես, այ տես այս փաստի հիման վրա այսպես է։ Երկու եզրահանգում ձեր ասածս կարող եմ անել։ Առաջինը, որ ըստ էության, եթե Նիկոլ Փաշինյանը չի կարողանում այդպիսի փաստեր հավաքի, այսինքն մենք գալիս ենք նրան, որ իրապես 2008, 2003, 96, եթե չեմ սխալվում դուք ես բուժեք, 96, 12-13 թվականի ընտրությունները տեղի են ունեցել, իսկապես հենց այնպես ինչպես եղել է եւ որևէ ընտրակեղծիք եւ ընտրության զեղծարություն չի եղել։ Հենց մենակ այն մարկածումը, որ մենք հիմա այդ մասնակցել են այդ process-երին, տեսել են, որ դա ասենք, մենակ այդ մարդկանց վերաբերմունքը կարծում եմ մեր նկատմամբ կլինի դες մի փոքր զավեշ տալի, որտեղ իրենք հանձամբ այդ ամենի մեջով անցել են։ Այսինքն ենթադրաբար կարծում եմ, որ այդպիսի բան չկա, որ փաստերն են, ես կարծում եմ, էլի որ փաստերն են շատ եւ դա հնարավոր է նաեւ ապացուցել։ Բայց եթե այդպես չի, բա միջև հիմա ինչ են այդ պնդումները շարունակվում։ Ես կարծում եմ այդ դեպքում ազնիվ կլիներ դուրս գալ եւ ասել, գիտեք ինչ, ես սխալ էի, իրենք ճիշտ էին, այ տեղերի տեղափոխություն կլիներ։ Այսինքն նորից գալիս ենք նրան, որ այդպիսի բան խնդիր իրենք չունեն։ Այստեղ իրենք եւ ասեմ, իրենք իրեն լավ էլ այսպես մրցակիցներ են, ձեռնտու մրցակիցներ են, որովհետեւ եթե կան օրինակ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ նախկին համակարգյան Լևոն Տեր-Պետրոսյանը իր անունն էլ տանք չասեն, այնտեղ բան ունենք։ Որտեղ համակարգը իրենք են 4-րդ հիմիկվա, հա, վարչագրքի պարագլուխն է իրենց մետաստազներով։ Հիմա իրենց բոլորի խնդիրը մեկն է, իշխանության վերցնելը, յուրացնելը։ Իրանք իրար մեջ կարող են լավ էլ կռվել, լավ էլ կարծում եմ, հա, այդպիսի այդ տորթի իշխանությունը, որը տորթը դրա մասնաբաժանումներ պայքարել։ Բայց երբ որ հարցը գալիս է այն հարցերին, որ մենք հիմա իրար քննարկում ենք, հայկականության հարց,
չգիտեմ, առաջին հանրապետության ժառանգություն, արդեն մետրոպոլիայի հետ որևէ խնդիրներ ունենալ, այդ բոլոր հարցերում ցեղասպանության հայրենազրկման ճանաչում եւ հետևանքների վերացման ուղղված աշխատանքներ։ Այսեղ նրանք բոլորը եւ իմիջիլոս Նիկոլ Փաշինյանը բարբերաբար դրա մասին հիշեցնում է, որ նրանք են ասում ինձի դավաճան, ովքեր որ այս ամեն ինչի հիմքը հենց դրել են։ Եվ այդտեղ ես հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ այդտեղ ինքը մասամբ ճշմարիտ է, հա, բայց մասամբ է ճշմարիտ, որովհետև հետո կառուցումները մնացած։ Ֆիքսենք այդ ձեր համաձայնությունը Նիկոլ Փաշինյանի հետ եւ հիմա կարճատև վտանգավոր ֆիքսում արեցիք։ Այո։ Սիրելի բարեկամներ, գովազդը եթերում մնացեք մեզ հետ, գովազդից հետո մենք կշարունակենք մեր քննարկումը Հայկ Փայտյանի հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության Ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր քննարկումը ազգային օրակարգ կուսակցության խորհրդի անդամ, պատմաբան, վերլուծաբան Հայկ Փայտյանի հետ։ Եվ այսպես, որպեսզի ամփոփենք առաջին հատվածը, եկեք ուրեմն խոսենք նրա մասին, թե ինչ է լինելու ձեր կարծիքով 2026 թվականին եւ ինչ պիտի անի մեր ընտրողը։ Ես մեր խոսակցության հարցում, մեր խոսակցության ընթացքում բերված փաստարկների, դիտարկումների հիման վրա անում եմ հետեւյալ եզրակացությունը, որ 26 թվականին կրկնվելու են ընտրական գործընթացները իրենց տրամաբանությամբ եւ նորից տեղի ունենալու այն համակարգը, որ մենք կրկնեցինք, դրա վերարտադրությունը։
Եթե հայությունը դուրս չի գալիս, հա, այդ տված խաղից, որը իրենց առաջարկում են համակարգի տարբեր դերակատարներ, մենք մնալու ենք չեմ դրա մեջ։ հասկանում, ինչ է նշանակում հայությունը դուրս չի գալի։ Այսինքն Կամ հիմա դուք քարոզում եք, որ ժողովուրդ, ինչ էլ դուք անեք, միևնույն է կամ նախքին եք ընտրելու, որովհետև մնացած խաղացողները խաղից Համակարգ եք ընտրելու։ Այո, խաղացողները խաղից դուրս են, Այո։ կամ ինչ են անելու մեր ընտրողները։ Մեր ընտրողները Հետևաբար ես միտքս վերջացնեմ, եթե ընտրողը չի ուզում, որ իր ձանը գնա կորչի, ինչ որ 0.0 տեղերում, որը հետո գումարվելու է ինչ որ անհասկանալի երրորդ ուժի ըստ սահմանադրության, որին ինքը երբեք այսպես գիտակից կյանքում չէր ընտրի, ստացվում է իրավիճակ, որ դուք ինչ եք առաջարկում։ Մենք հայությունը հայ քաղաքացին ընտրության գնալու պարագայում ումն էլ ընտրի, միևնույնն է, ի վերջնական արդյունքը լինելու է այնպես, ինչպես արդեն գրված է։ Ոնց որ արդեն տեղի ունեցել։ Այսինքն դուք ֆատալիստական մոտեցում եք։ Մենք ասում ենք ես կարծում եմ, ու ֆատալիստական չասենք, ես կարծում եմ, իմ կարծիքի հետևյալն է, որ այս համակարգի կողմից կազմակերպված process-ը, որի անունը է ընտրություն, չի կարող այլ արդյունք ունենալ, բացի իր վերարտադրությունը, որտեղ անհնար է, որ մի համակարգ, որ մարդիկ, ովքեր նստած են այս ամեն ինչի վրա եւ վերահսկում են մի գործընթաց, որից կախված է իրենց լինել կամ չլինելը, իրենք այնպես անցկացնեն այդ գործընթացը, որ իրենք չլինեն։ Դա ուղղակի, ասենք, տրամաբանորեն կարծում են, որ դա անտրամաբանական է։ Եվ հետևաբար Հայաստանում իրապես իշխանափոխություն լինելու է ոչ ընտրական ճանապարհով։ Հիմա այստեղ չասենք, բան, այդտեղ կարող են ասել, այս ինչ է նշանակում ուրեմն։ Նայեք, ձեր կարծիքն է, որ այդպես է լինելու, բայց հիմա այնուամենայնիվ ընտրություններ են լինելու, օրը ընտրությունների գալու է 26 թվականին, եւ մարդիկ դիլեմայի առաջ են կանգնելու, ուր գնալ, ինչ ընտրել։ Այո, լինելու են կուսակցություններ, որոնք նոր են, լինելու են կուսակցություններ, որոնք հին են, լինելու են կուսակցություններ, որոնք խոստանում են եւ ցույց են տալու, որ այդ տեսեք մենք խոստացել ենք եւ հասել ենք այս արդյունքներին, այսպիսի արդյունքներ չեն եղել եւ այլն, եւ մարդը պիտի որոշի ընտրել թե չընտրել։ Եթե ձեր քարոզեն է, որ մի եկեք մարդիկ, միևնույն է ամեն ինչ կանխորոշված է։ Բայց Բայց ընտրությունները միևնույն է կկայանան։ Այդտեղ կոչը դրվում է կիսատ։ Եթե այդտեղ կիսատ, եթե մի եկեք, դա չի նշանակում տունը, այսպես ասենք, ուղղակի գնանք, ես էլ իրանց հետ միասին, որ ես այդ խորհուրդը տալիս եմ կամ այդ կարծիքը արտահայտում եմ, առաջի անողը ես պետք է լինեմ։ Լավ, չգնացինք ընտրության, այդ համակարգի ձևավորած այդ գործընթացին չգնացինք, բայց ինչ ենք անում, գնում ենք տունը նստում ենք, նույնպես դրանով չեք ազդում գործընթացը։ Նույնպես թույլ ենք տալիս, ասենք լավ չենք մասնակցում, բայց թույլ ենք տալիս անգործունեություն, այսպես ասենք թույլ եմ տալիս իմ բանով խոսել, որպեսզի մեկը միևնույնն է 10 հոգի կմասնակցի, 20 հոգի կմասնակցի, համակարգը պիտի վերարտադրվի եւ նորից գնա իր Այստեղ հարցի հաջորդ փուլը կա։ Եվ ո՞րն է լինելու, քանի որ այս համակարգը արդեն նորից ասացինք, մի հատ էլ կրկնվենք, հակա հայկականն է, ինքը կորպորատիվ շահեր ունի, ինքը իր շահերը, կորպորատիվ շահերը համադրում է օտար ուժերի, թշնամի ուժերի հետ ի հեճուկս հայկական պետական շահերի, մի ճանապարհ է մնում, այս բառը ես շատ եմ օգտագործել, թույլ տվեք կրկնվել։ Պետք է լինի ազգային ազատագրական պայքար, սրանցից պետք է ազատագրվել։ Արդյոք դուք հիմա կոչ չեք անում, ուրեմն համարական կարգը բռնի ձևով ազգային ազատագրական պայքարը ինքը իրենով հենց սահմանադրության պահանջ է։ Երբ որ դու ասում ես, որ իմ երկիրը օկուպացված, երբ որ դու հասկանում ես, որ իմ երկիրը օկուպացված է, տեսեք, օտարին սպասարկող ուժերի, սպառնորսն, ասենք օրինակ այդ պարագայում մենք Ինդիրա, կներեք, Հնդկաստանի Մահատմա Գանդիի շարժումը պետք է բնութագրենք որպես ոչ հակասահմանադրական, որովհետև մարդիկ դուրս եկան օկուպատորներին, որոնք արտաքին թշնամու տեսքով էին։ Դուրս եկան, ասեցին, մենք չենք ուզում ձեզ այլևս ենթարկել, բայց որևէ ուրիշ բան չարեցին, չէ՞, այսպես նստեցին։ Իմաստություն։ Հիմա սա հակասահմանադրական էր։ Հիմա տեսեք, այստեղ իմաստություն կա, չէ, նստելը հակասահմանադրական չի, բայց խնդիրը հետևյալն է, որ բոլոր տեսակի ազգային ազատագրական կամ հեղափոխական շարժումները լեգիտիմ են դառնում, ազգային ազատագրական անգամ շարժումները լեգիտիմ են դառնում, եթե հաղթում են։ Եթե չեն հաղթում այդ շարժումները, նրանք դառնում են ուրեմն
պուչ, դրանք դառնում են, ես Ճիշտ չգիտեմ, է։ բռնակալական ինչ-որ Ինչ բան, ուզեք։ հակասահմանադրական, եւ այս իմաստով ես կարծում եմ, որ 2026 թվականի ընտրությունների հնարավորությունը պետք չէ բաց թողել գնալով այդպիսի ճանապարհով։ Բայց պարագայում Պետք է կարողանալ ձևավորել այնպիսի քաղաքական ուժ, որոնց հնարավորությունները մարդկանց աչքում համադրելի կլինի այն ուժերի հնարավորությունների հետ, որոնք որ մասնակցելու են եւ որոշելու են այս կամ այն։ Բայց պարտադիր է, չէ՞, կարծում եմ, որ այդ նոր ձևավորվող ուժը պետք է իսկապես բովանդակայինով տարբեր լինի այն մյուս ուժերից, բովանդակայինով։ Բացի բովանդակային Բայց դա պարտադիր է, թե ոչ։ Իրենք պիտի ունենան նաև բավականաչափ հզոր հնարավորություններ դա անելու համար, այլապես լավ գաղափարի հետևից, ինչպես ցույց տվեցին 21 թվականի միջև եղած ընտրությունները, այնտեղ մենք միշտ ունեցել ենք ուժեր, որոնք շատ լավ բաներ են առաջարկել, բայց նրանք զրո ամբողջ զրո էլ չեն հավաքել։ Որովհետև հայությունը դեռևս հենց դա է իմ կարծիքով, որովհետև հայությունը դեռևս շարունակում է մնալ այս դիլեմայի մեջ, որովհետև հայությունը մտածում, կարծում եմ, հա, մարդիկ ունեք իմ հարևանը, չգիտեմ, իմ ընտանիքի անդամները, միգուցե ժամանակին նաև ես, մենք մտածում ենք, վայ օրինակ, անունով ասեմ, հա, հիմա արդեն ժամանակներն են, օրինակ Սամվել Կարապետյանը կամ այդ մարդիկ վանտարկության մեջ են, կամ այս անունով մարդը գալու է մեզ փրկի, եւ իրենք այդ փրկությունը գտել են այդ դիլեմայի մեջ, եւ դրա համար էլ ձախողվել են։ Հայությունը, որ 2021 թվականին ես տեսել եմ դա, նորից փողոց էր դուրս եկել, իհարկե ոչ այն քանակով, ոնց որ դուրս եկել 18 թվականին, բայց նորից դուրս էր եկել, եւ կարծում եմ այդ 18 թվականի ազդեցությունը կար նաեւ այդ ժամանակ, որ մարդիկ դեռևս կարծում էին, որ իրենք հավաքվելով կարող են բան փոխել։ Հավաքվել են եւ իրականում կարող են բան փոխել, պարոն, ես տեսել եմ այդտեղ այդ էներգիան եմ զգացել եւ թույլ տվեք ինձ անել այդ դատողությունը, որ այդ մարդիկ ունեին այդ պոտենցիալը, եթե ճիշտ ուղղորդվեր այդ էներգիան։ Բայց այդ էներգիան պարտվեց, այդ էներգիան կարծում եմ մտածված միտումնավոր կերպով ուղակի գնացին այդպես ուղարկեցին տանոր, քայլեցին, հոգնեցին եւ ուղարկեցին, որովհետեւ խնդիրը այն չէր, որ այդ մարդը հայության էներգիան օգտագործել, ոնց որ օրինակ, չգիտեմ, 88-ին կամ ոնց որ օրինակ 1918 թվականին, որ այդ հայության էներգիան օգտագործի հայկական խնդիրներ լուծելու համար։ Որտեվ ես այստեղ թույլ տվեք նույնիսկ ասել ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, հա, ելնելով նաև իմ ամբողջ հայոց պատմությունը ուսումնասիրելու ընթացքից։ Երբ որ հայությունը մի բան ուզում է անել, հավաքվում է, հավատացեք, անկախ դրանից թե ով է իր դեմ կանգնած, թշնամին ով է, հայությունը լուծում է այդ հարցը։ Ինքը իսկապես այդ պոտենցիալ, այդ էներգիան, այդ հատկորոշիչներն, այդ հզորությունը ունի։ Եվ այդ թշնամիների վախը հենց դա է, որպեսզի հայությունը հանկարծ չկարողանա այդ էներգիան հավաքել, մեկտեղել ու իսպաս դնել պետական ազգային ծրագրերի իրականացման համար։ Եթե հնարավոր չի այդ էներգիայի համախմբումը խանգարել, քոնե պետք է ինչ անել։ Կարծում եմ, հա, եւ դա պարբերաբար իմ կարծիքով տեղի է ունեցել։ Այդ էներգիան անընդհատ գոլորշի տեսքով բաց թողել։ Հիմա հայությունը եթե փորձի նորից կարծում, ես էլ հետը ենթադրում եմ, որ եթե փորձի նորից 26 թվականին այս դիլեմայի մեջ գտնել, այդ էներգիան նորից պարպվելու է եւ մենք նորից հիասթափված վիճակում ենք լինելու, որտեղ հույսներս կապելով ինչ-որ մեկի հետ, որ մեզ պետք է գա փրկի այս մետրոպոլիայից, այն մետրոպոլիայից, որը այո, կապեր ունի, որը ռեսուրսներ ունի, այդ ռեսուրսները ի վերջո չեն օգտագործվելու հայության շահերի համար։ Ոնց որ ենթադրաբարվում է, ոնց որ վերլուծում ենք, տեսնում ենք, որ կարելի է նաև դատողություն անել, որ մինչև հիմա այդ ռեսուրսները երբեք էլ հայության շահերի համար չեն ծառայել։ Քանի միլիոնատեր, միլիարդատեր հայեր են եղել աշխարհում, հիմա էլ կան։ Բայց ինչի մի բան չեն անում։ Հետևաբար ես կարող եմ ձևակերպել այսպես, որ մեղքը ավելի շուտ մեր քաղաքական մտավորականության վրա է, այսպես ասեմ, կամ քաղաքական ուժերի, որոնք այդպես էլ չեն կարողանում ձևավորել ազգային օրակարգ ունեցող կամ ազգային մտածողություն ունեցող ուժերի, որոնք կարողանան բացի այդ իրանց ազգային մտածողությունից նաև կարողանան գրավել հանրությանը կամ էլ երկրորդ տարբերակը, որ հանրությունը այլևս չի հետաքրքրվում ազգային մտածողությամբ։ Ես այդ երկրորդ կարծիքի հետ եթե թույլ կտակ, այդքան էլ չեմ համաձայնվի, որովհետև տարբեր շփումների արդյունքում, առօրյա շփումների արդյունքում եւ նաեւ ընդհանուր այդպես իրավիճակի վերլուծությունը գալիս նրան, որ
նաև փաստարկներ, հա, օրինակ ընտրություններին չմասնակցած մարդկանց տոկոսը, այն էլ այս համակարգի, հա, թվերով։ Մեծ մասը չի մասնակցում հայության։ Կարելի է ենթադրել, որ այս մեծ մասը ոչ սրան է ուզում, ոչ էլ նրան է ուզում, այսինքն այդ համակարգը իր ընդհանրության մեջ մերժում է։ Բայց այ արդեն հաջորդ քայլը, որը պետք է արվի, երբ որ սա մերժում ենք, բա ինչ ենք անում, որովհետև կրկնվենք։ Եթե մերժում ենք ու ոչ մի բան չենք անում, միևնույնն է, այդ համակարգին մենք չենք խանգարում անելու այն, ինչը միջև հիմա ինքը արել է։ Հետևաբար դա կպետք է հաջորդ քայլը։ Այդտեղ մենք կարող ենք, այո, ես համաձայն կլինեմ ձեր այդ մասամբ, նաև որ այդ թվում նաև այդ մեղադրանքը վեկալելով անձամբ ինձ վրա, որ ի վերջո այդ առանցքի ձևավորումը, որը այդ մարդկանց հայությանը կասի սա է ազգայնականը, սա է ազգայինը, սա է այն ինչ որ հետևից դուք պետք է գնաք, ի հեճուկը ստանաք, այդ մարդիկ կան։ Այո, դա դեռևս չի ձևավորում։ Սաղմնային վիճակում է, չգիտեմ, մարդիկ կան առանձին, քննարկումներ են գնում, բայց չի ձևավորվում։ Այդտեղ այո, ես չի ձևավորվում, որովհետև ազգային ուժերը, իրենց ազգային ուժեր համարող ուժերը, որոնք ես կարծում եմ մոտ գրեթե 1 տասնյակի է հասնում Հայաստանում, այնուամենայնիվ որևէ ձևով չեն կարողանում իրար հետ որևէ բան պայմանավորվել, հանդես գալ միասնական ճակատով։ Ես կարծում եմ նույնիսկ ավելին ասեմ ձեզ, եթե այս համակարգը նախքին ներկա շարունակվելու է, իսկ ես վստահ եմ, որ դուք ճիշտ եք այդ առումով, որ շարունակվելու է, այն երրորդ ուժը, որ պիտի գա, պիտի կարողանա գալ եթե ոչ ամբողջ ընդդիմության, ոչ խորհրդանային ընդդիմության, ապա գոնե դրանց 70-80%-ի հավաքական առումով հանդես գալ որպես միասնական տեխնացու։ Մնացած բոլոր դեպքերում, քանի որ այդ կուսակցությունների եւ ռեսուրսները եւ լրատվամիջոցների ուշադրությունը եւ մնացած այլ իրազեկության խնդիրներ չեն կարողանում համեմատվել ձեր ասած համակարգի մեջ եղած ուժերի հնարավորությունների հետ։ Նրանց գաղափարները մնալու են օդում, այսինքն այստեղ պետք է առնվազն 1 քայլ, 2 քայլ, նույնիսկ 10 քայլ զիջում անել, բայց միավորվել եւ կարողանալ կազմավորել մի ընդհանուր ճակատ։ Բայց ըստիս դա իրատեսական չէ, ներկա իրավիճակը։ Որքանով ես տեղյակ եմ, հիմա մի քանի կլոր սեղանների քննարկումներ են գնում, ենթադրաբար նպատակը հենց ձեր ասածն է, եւ ես այդտեղ կիսում եմ ձեր կարծիքը, որ այո պետք է տեղի ունենա ազգային ուժերի համախմբում, բայց այդտեղ եթե թույլ կտակ ես իմ կարծիքով նորից մեկ վտանգ եմ ուզում կանխանշել, որը պետք է հաշվի առնվել առնվազն, որ համակարգը այդ կլոր սեղանների եւ ազգային ուժի այդ գործընթացները, գործողությունները իր աչքի առաջ տեսնելով փորձելու է այդ կլոր սեղանի շուրջ դնել ականներ։ Այսինքն լինելու են ուղարկվածներ, ովքեր որ հանդես են գալու եւ այո, շատ ուշադիր պետք է լինել այդտեղ եւ արդեն դա առանձին մանրամասն քննարկման արդյունք է, դա մեխանիզմներ են, որոնք այս հաղորդման շարժանակներում դե ամեն դեպքում ուրեմն ամեն մի ուժ անելու է այն ինչ որ իրեն է պետք եւ իրեն ինքն է պատկերացնում եւ այն մարտարևերները որ դուք նոր ասեցիք որ լինելու են խոչընդոտներ եւ այլն իհարկե բայց ձեր խնդիրն է դրանք հաղթահարել։ Ես որ ամփոփեմ այս հարցը կարծում եմ որ համախմբումը պետք է տեղի ունենա ազգային ուժերի ոչ թե ինչ որ մի ուժի կամ ինչ որ մի գործչի շուրջ այլ ավելի շուտ պետք է տեղի ունենա գաղափարներ, որոշ ինչ-որ սկզբունքի գաղափարի իդեայի շուրջ։ Եվ ով ումն է համախմբում, ոչ մեկին չի միանում, այստեղ միգուցե նաև այն հայկական մենթալիտետին բնորոշ, որ ասում ենք, հա, այդ էգոցենտրիկությունը մի քիչ միգուցե, հա, կարողանալ հնարավոր լինի մեղմել, որ ոչ մեկին չի միանում, եւ այստեղ որևէ մեկը որևէ մեկի ինչ-որ էգոյի բավարարման խնդիր չէ։ Միանում ենք այս գաղափարին եւ գնում ենք այս գաղափարի հետևից։ Այս իրավիճակում, չգիտեմ, առաջորդը կարծում եմ, եթե նախընտրել է որ լինի պարոն Հարությունյանը, թող լինի պարոն Հարությունյանը։ Հետո իրավիճակը այնպեսին կլինի, որ պետք է լինի Փայծյանը, ուրեմն ընդհանուր համաձայնությամբ լինի Փայծյանը, բայց ոչ Փայծյանն է անփոխարինելի։ Ոչ կներեք, պարոն Հարությունյանն է անփոխարինելի, եւ ոչ մեկ անփոխարինելի չի։ Անփոխարինելին այս գաղափարն է։ Օրինակ եմ ասում, առաջին հանրապետության իրավահաջորդության սկզբունքն է, որ մենք ի վերջո պետք է գնանք այդ ճանապարհով, պետք է բերենք այդ հարցը դրենք աշխարհի սեղանի շուրջ։ Գաղափարների ցանկը, որոնք որ պարտադիր են։ Այդ արդեն ձեր գործընթացն է։ Համաձայն եմ։ Շնորհակալություն պարոն Փայծյան հետաքրքիր զրույցի համար, ասելի բարեկամներ,
Հիշեցնեմ, որ մեր զրուցակիցն էր ազգային օրակարգ կուսակցության խորհրդի անդամ, պատմաբան եւ վերլուծաբան Հայկ Փաթյանը։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։